Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցին, բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ դուք իմ տաղավարում առաջին անգամ եք։ Ոտս խերով լինի ասել ավանդաբար։ Շնորհակալ եմ եւ ճիշտն ասած ինձ համար նաեւ շատ ուրախացնող եւ ոգեվորող է, որ այսօրվա իրականության մեջ մենք նաեւ քաղաքական ակտիվ գործունեության մեջ տեսնում ենք նախկինում ակտիվ ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, իհարկե 18 թվականի իշխանափոխության ժամանակ ՀԿ սեկտորը շատ մեծ թափով այսպես հայտնվեց փողոցում, նրանք մերժում էին Սերժին, այսպես ասած, այն նպատակով եւ այն հավատով, որ իբրև մեր երկիրը շատ ավելի ժողովրդավար է դառնալու եւ դուք էլ այդ շարքերում եք եղել, ես հիշում եմ ձեզ, սակայն այս իրադարձությունների փոփոխությունները մեզ բերեցին բոլորովին այլ իրականություն, մենք տեսանք, որ ինչ ժողովրդավարություն, ինչ ազատություն, սա այն իրականությունն է, որ նույնիսկ նախկին 30 տարիներին բոլոր թերություններով հանդերձ մեր երկրում երբևէ չի արձանագրվել։ Ես կուզեի ձեր կարծիքը այս մասով լսել։ Համամիտեք սրան, որ ամեն դեպքում չի եղել այսպիսի իրավիճակ։ Նախ մենք էականորեն տարբերվել ենք ով որ ժամանակաշրջանը ուզում է համարի վատը, բացասականը, բոլոր իրավիճակներում մենք էականորեն տարբեր ենք մեր ժողովրդավարության, մարդու իրավունքների տեսակետից, նախկին հետսովետական երկրների բոլորից, անգամ այդպիսի հարևան Վրաստանի մեջ, այնպես փեշով փող էին դրել, բայց միևնույնն է մենք մի քանի գլուխ ավելի բարձր ենք, որտեղ ավելի կայացած ենք, ավելի ուժեղ ենք, ավելի ազատ ենք, երբ որ գնում ենք տարբեր հանդիպումների, մեր հետսովետական երկրների գործընկերների հետ, իրավապաշտպանների հետ, հասկանում ենք, որ մեր պրոբլեմները, իրանց պրոբլեմները իրար մոտիկ չի կարելի դնել, ու մենք ուղղակի տենց աստվածային վիճակում ենք ինչ-որ։ Մենք անհարմար ենք զգում մեր խնդիրներից խոսել, որովհետև հասկանում ենք, թե ինչով են իրանք անցնում ու ինչով ենք մենք անցնում, էլի համեմատելու բաներ չկա։ Շատ ավելի ճնշված էին իրենք, շատ ավելի միանշանակ։ Իրենք չունեին որպես այդպիսին քաղաքասարակություն, իրենք հնարավորություն չունեին պայքարել այնպես, ինչպես որ մենք ենք ազատություն ունեցել պայքարելու։ Մենք իսկապես մշտապես եղել ենք տիեզերական մասշտաբի ազատություն ենք ունեցել, բայց ես համարում եմ, որ այ հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք եւ քաղաքասարակության մի մասի իշխանություն լինելու օրոք մենք այնպիսի հետընթաց ենք ապրել, որ երբեք այսպիսի իրավիճակ չենք ունեցել, բառացիորեն երբեք չենք ունեցել։ Այսինքն կարելի է գնահատել, որ անկախ բոլոր թերություններից նախկին իշխանությունները քաղաքասարակության ձևավորման առումով բավականին այսպես մեծ ֆորա էին, հա, տվել ձեզ։ Տվել էին, որովհետեւ գնահատում էին, որովհետեւ կարևորում էին, որովհետեւ մենք կարող ենք համաձայն չլինել իրենց օրինակ տարբեր ոլորտներում վարքերի, բարգերի, կոռուպցիայի չափի, մնացած վարած քաղաքականության, ռուսամետ մնացածի հետ կարող ենք համաձայն չլինել, բայց այն որ կազմում կային մարդիկ, ովքեր ի վիճակի են գնահատել կարևորությունը քաղաքասարակության ունենալու, ի վիճակի են լսել քաղաքասարակության առաջարկները, այնպես չի որ բոլոր քո առաջարկները այտենց հալած յուղտեղ ընդունում են, բայց նվազագույն շեմը նստել հետները քննարկել, միտք ու գաղափար գեներացնել իրանց հետ հնարավոր լինելու։ Այս մարդկանց հետ առհասարակ հնարավոր չի ոչինչի մասին խոսել, ու ես դա ասել եմ 19 թվականից, երբ որ ակնհայտ դառավ, ու դառել եմ դրա համար թուր թվանք թշնամին քաղաքասարակության մի ստվար զանգվածի, որոնք որ ինչ ասեմ, նվիրական սեր ունեն Նիկոլ Փաշինյան ու իր պրոյեկտներ, բայց ես այդ խնդիրը անհանգստությունը չունեմ, որովհետև եթե նժարի վրա դրված է լինելու պետությունը, պետականությունը, հայկականության պահպանումը եւ մարդկանց հետ ջերմ հարաբերությունները, որոնց հետ այո կռիվ ու պատերազմ ենք իրար հետ անցել, ես նախընտրում եմ պետությունը, պետականությունը։ Հատկապես եթե դրա հիմքում այդ ընկերները, նախկին գործընկերները իրանք 170% փոխել են իրանց դիրքորոշումը։ Այն ինչի համար ժամանակին քաղաքասարակությունը ուղղակի լավ Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասեմ, կծեփեր պատերին, կփռեր ասֆալտին ցանկացած իշխանության, ու չէր նայ թե դա ով է, այսօր իրենք ոչ թե լռում են, որ լռեն կմտածեր վախեցած են, չեն ուզում խառնվեն։
սատարում են, պաշտպանում են, արդարացնում են հակասահմանադրական գործողությունները, հակաբարոյական գործողությունները, հակահայկական գործողությունները ու նաև մաս են կազմում մի հատվածներ, մասա կազմում այդ պրոյեկտները, հակահայկական պրոյեկտները կյանքի կոչելու, որ նույն տրամաբանությամբ, օրինակ եկեղեցու դեմ ուղղված process-ները ինձ համար հասկանալի չի։ Մենք իմ նախկին գործընկերների հետ, տարբեր կազմակերպությունների ղեկավարների, անդամների հետ կյանք ու կռիվ ենք տվել, որ ցանկացած կրոնական կազմակերպության մեկ անդամ իրավունքը պաշտպանված լինի։ Ու դա մեզ համար սկզբունքային հարց է եղել։ Այսօր մի ամբողջ եկեղեցու վրա հակասահմանադրական հարձակում է տեղի ունենում ու իմ գործընկերը ոչ միայն գործընկերները նախկին ոչ միայն չեն դատապարտում, այլ նաև սատարում են այնպիսի ստատուսները։ Ես նայում եմ ինչ ելույթներ ունեն, ինչ ստատուսներ ունեն, մտածում եմ, տեսնես որ ժամանակում են իրանք ազնիվ ու անկեղծ, էլի, որ ժամանակում են իրանք adekvat, այն ժամանակ, երբ որ մենք միասին մի կառույցի մի ներկայացուցիչի խախտված իրավունքներն ենք պաշտպանում, թե հիմա են ազնիվ։ Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել, այդ պատասխանը չունեմ։ Տիկին Կարապետյան, այստեղ մի հարց կա։ Քաղաքասարակությունը արդյունքում այն ժամանակ, մինչև Նիկոլի գալը իշխանության, ինչպես դուք բնորոշեցիք, ազատ էր իր գործողությունների մեջ, որքան էլ որ իշխանությունը ինչ-ինչ թեմաներով ընդվզում էր, կամ արգելում էր, կամ սեղմում էր, չէր համաձայնում եւ այլն։ Այդ քաղաքասարակության ներկայացուցիչների զգալի մասը, ինչպես նշեցինք, եկան դարձան իշխանավորներ այս դեպքում։ Հիմա եթե մենք դրանց ենք դիտարկում, որ քաղաքասարակություն են եղել, նրանք այլևս պաշտոնյաներ են։ Այո։ Բայց այն տակը մնացած քաղաքասարակության ներկայացուցիչներն են, Նիկոլի սատարողներն ու պաշտպանողները այսօր դարձել։ Այդ թվում նաև նրանք, ովքեր չգնացին պաշտոններ զբաղեցնելու, մնացին քաղաքասարակության բլոկում, իրենց մեջ էլ կան մարդիկ, ովքեր ասում անում են հայտարարություններ, որոնք երբեք չէր պատկերացնի։ Բայց տեսեք, այդ քաղաքասարակության ինստիտուտը այսօր կարծես մեր երկրում ջախջախված է։ Իրականում ջախջախված է, որովհետև ես անգամ վերցնում եմ լրագրողական համայնքի խնդիրները, Տիկին Կարապետյան, ես հիշում եմ այն ժամանակ, եթե որևէ հարց լինում էր որևէ լրագրողի նկատմամբ ոտնձգություն, բռնություն եւ այլ, հա, թեկուզ կոպիտ խոսքի արտահայտում լինում էր, բացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվողներից, էլ կանանց գենդերային հարցերով զբաղվողներից, էլ կրոնական հարցերով զբաղվողներից, այդ մեդիայի պաշտպանները առաջնագծում էին այսպես թե այնպես։ Հիմա դա էլ է անտրովի։ Դա էլ անտրովի, եթե տվյալ լրագրողը ըստ իրենց ներկայացնում է որևէ ընդդիմադիր մամուլ, այդ մարդուն ոչ մեկ չի պաշտպանում։ Այսինքն մենք այսօր ձեր նշած քաղաքասարակությունը ունենք, բայց ցավոք սրտի այն տրամաբանության մեջ, որը մենք ունեցել ենք, այն ֆորմատով, որ ունեցել ենք, շատ ուժեղ կայացած որպես ինստիտուտ, եւ դա իմ բանը չէ, ֆանտազիան չի։ Բոլոր զեկույցներում, միջազգային զեկույցներում, երբ չափումներ էին անում, թե ինչ լեվելի վրա գտնվում, օրինակ պետական կառավարման համակարգերը, օրինակ կրոնական ազատությունը, օրինակ քաղաքասարակությունը, ամենաբարձր ցուցանիշները միշտ ունեցել է հայկական քաղաքասարակությունը որպես կայացած ինստիտուտ։ Այսօր կարողացավ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ինստիտուտները պետական կազմակերպել, ոչ միայն մեր անդորը, մեր պետականությունը, մեր, չգիտեմ, սրբապատկերներից սկսած միջև սիմվոլներ, այլ նաև քաղաքասարակությունը ուղղակի ոտնատակ առել, իսկ դա միակ զսպող ուժն էր փաստացի, որովհետև հանուն արդարության Հայաստանում շատ քիչ քաղաքական կուսակցություններ կան, որոնք իրենց կայացվածությամբ կարող են հանդես գալ որպես կայուն միավորներ։ Մնացածը կյանքը ցույց տվեց, որ մեղմ ասած այդքան էլ քաղաքականության մեջ չէին, հիմնականում այդպես պատվեր կատարողներ էին կամ ընտրություն ի հայտ եկողներ են։ Ու քաղաքասարակությունը այն բացառիկ ինստիտուտներ, որը կարողանում էր ցանկացած իշխանության կամայականության դեմը առնել։ Բայց հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ էր ձևավորում քաղաքասարակությունը։ Հիմա մենք ցավոք սրտի չունենք քաղաքասարակություն եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է չափի զգացումը։ Ես կարող եմ ենթադրել Տիկին Կարապետյանց, որ այս մեր տակը մնացած քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներն են, որ այսպես դառան Նիկոլա Պաշտպան, այդ ձեր նշած ամեն ինչին կողմ են, հա, ամեն ինչին։ Դա նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն ամերիկյան կողմից ֆինանսավորվող շատ ու շատ ծրագրեր, այս դեպքում USAID-ին եւ այլն, որ պահում էին տարբեր ծրագրեր, չէ, Հայաստանում այդ ֆինանսավորումները Թրամփի գալով կտրվեց, այդ ֆինանսավորումները ընդհատվեց եւ իրենք ինչ որ տեղ փորձեցին տեղավորվել եւ արդեն այս պարագայում իշխանությունն է իրենց ֆինանսավորում, իրենք էլ այդ թեզերն են պահում։ Մենք այստեղ խնդիր ունենք մարդկային որակների եւ բարոյականության հետ, իմ կարծիքով։ Մենք այս խնդիրը ունեցանք մինչև Տրամփի հայտ գալը, որովհետեւ կային հանդիպումներ, որոնք տեսանելի չէին, դրանք փակ հանդիպումներ են, ես անուններ հիմա հնչեցնել չեմ կարող, բայց ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի այսպես
պատվերները կամ չգիտեմ ցանկությունները կատարելուն պատրաստ են շատ-շատեր անգամ այն ժամանակ, երբ որ այդ ֆինանսավորումը կար, ունեն, համ այդտեղից էին ստանում, համ էլ փորձում էին Նիկոլից ստանալ, Տիկին Կարապետյան։ Նիկոլից ստացել են թե չէ, բայց այն որ ֆինանսավորումը չեղավ այդ բեկումնային մասը, որովհետև նորից դրանք փակ հանդիպումներ են, ես այդ զրույցները հրապարակել չեմ կարող, դա անբարոյականությունը ամեն դեպքում բարոյականությունը դեռ ոչ մեկ չի չեղարկել, այս իրավիճակում ամենակարևորը մարդկային նվազագույն այդ շեմին հավատարիմ մնալն է լինելու, ինչը որ կորցրել են շատ-շատերը։ Բայց այն ժամանակ 19 թվականին արդեն ակնհայտ էր, որ կան մեծ թվով մարդիկ, ովքեր բառացիորեն պատվեր են կատարում, այսինքն հանրային տիրույթում մի բան են խոսում, փակ հանդիպումների ժամանակ այդ կռիվ պատերազմ էր ուղղակի բառացիորեն, որովհետև եթե որ դու մի բան իշխանությունը մի բան խոսք կա տալի, դու էլ ասում ես որ այո ճիշտ է, հետո գալիս եք փակ հանդիպ, այսինքն որոշում կայացնելու պահին գալիս ես ու դու լրիվ հակառակ պոզիցիա ունես ու դեմ ես որևէ փոփոխությունների, ռեալ առարկայական փոփոխությունների, որոնք ես պետության համար բարիք պիտի ստեղծեն, պարզա չէ որ դու խնդիր ունես այդտեղ, պարզա չէ որ դու ազնիվ չես, դու պարկեշտ չես, շատ բան կա էլի, չգիտեմ, ուղղակի պիտի զուտ ես հասկանում եմ, որ մենք դադարել ենք բոլորս իրար հավատալ ու այդ վստահությունը կորցրել ենք, ու դա շատ վատ բան է, բայց ուղղակի մարդկայնորեն պիտի ասեմ, որ շատ խոսակցություններ ու զրույցներ են եղել, որոնք հրապարակման ենթակա չեն, բայց համաձայն եմ, այ բարոյական նորմերից դուրս է եղել այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից դա կապ չունի որ ոլորտն է, Տիկին Կարապետյանց, դա քաղաքասարակությունն է, նաև նեղ ոլորտային, չգիտեմ, գյուղատնտեսությունն է, արվեստը, թե, չգիտեմ, մեկ ուրիշ բժշկությունը կամ քաղաքականությունը, մենք գործ ունենք մարդու անհատի տեսակի գենետիկայի եւ բարոյականության հետ։ Այստեղ հաստատ կապ չունի, թե դու USAID-ից ես փող առնում, թե, ասենք, դու բժշկական համալսարանի դասախոս ես օրինակ։ Ես կարծում եմ, որ ներքին կառուցվածքները, այդ ստրուկտուրաները մարդու հիմքն են, եւ եթե դու դա չունես, այս դեպքում հեչ կապ չունի, դու քաղաքասարակությունում ես, իշխանությունում ես, թե անդիմություն ես դարձել։ Այդ թեման շատ է քննարկվում, ասում են, այ օրինակ եթե դուք պաշտոնյա լինեք, դուք էլ նույն բանը կանեք, չեն անի։ Բոլորը չեն որ այդպես կվարվեն, հասկանում եք, որովհետև երբ որ դու ունես արժեհամակարգ, այն խեղճ Շանթը Հարությունյան մեռավ պատեպատիրան խփելով, այնքան շնորհակալ եմ Շանթին Հարությունյան, որ այդ արժեքների միտքը ու գաղափարը շրջանառության մեջ դրեց, որովհետև դա իսկապես շատ կարևոր է։ Էդ այնա ինչը տեղից քիչ էր։ Նաև կրթության ոլորտում շատ քիչ էր շրջանառում, շատ քիչ էին բացատրում, հա, շատ քիչ էին դրա վրա աշխատում, այ արժեհամակարգերի հայկականության, հայկական արժեքների վրա շատ քիչ էին այդ ուշադրություն դարձնում, բայց սա էլ եկավ լրիվ ավիրեց ու դարավ միտքը հետևյալն էր, ժողովուրդ եկեք ասում եմ կարևորը քեզ տաք ու լավ լինի, մնացածի հերն էլ անիծած, Արցախի հերն էլ անիծած, Սյունիքի հերն էլ անիծած, ամեն ինչի հերն էլ անիծած, կարևորը դու տենց չոր մաքուր տակ ապահովում ես։ Կներեք, բայց այդ ձեր ասած մարդիկ, ովքեր որ այդտեղ են, այդ մարդիկ էս երկրում չեն ապրում։ Հա, բայց իրանք այսինքն այս երկիրը իրենց ողնաշարով չեն զգում, որ վերջերիչու իրանք այս քաղաքում են կամ որևէ մարզում են, ինչ կապ ունի, իրենք այս երկրի այս հողի վրա չեն։ Չէ, իրանք չեն զգում։ Չկա այդ գիտակցումը։ Այդ կապը կտրվել է բացարձակ, որովհետև եթե պաշտոնյան ասում է, եթե երկիր ունենակ պատասխանատու մեր պատասխանատվության բարձրացնելու հարցը այդ ժամանակ կքննարկենք, դա այլևս բոլոր շեմերը հատած են։ Այս մարդիկ, ովքեր որ այսօր ունեն որոշումներ կայացնելու հնարավորություն, Հայաստանի հետ իրանց կապը բացարձակ չեն զգում։ Բացարձակ։ Այդ են մարդիկ են, ում համար հայկականությունը ոչինչ չի նշանակում։ Այդ են մարդիկ են, ում համար մեր պատմությունը, մի քանի հազար տարվա պատմությունը, մեր եռաբլուրի նահատակները բառացիորեն ոչինչ են։ Այդ մարդկանց կարևոր է այս պահին իրանց տենց լավ են ապրում, գործերը լավ առաջ է գնում, կարողանում են գնալ ինչ որ առաջ մաքսիմում իրանց մարզային շրջայցներն են, հիմա գնում են եվրոպական երկրներ, հատկապես նաև պետության հաշվին են այդ ամեն ինչը անում։ Տենց պրեմիան կա, փողը կա, բադավատի ավտոն կա, կաբինետը կա, մի հատ կին ունի, հետո երկրորդ կինը ունի, հետո չորրորդ կինը ունի, հետո մի 4-5 հատ էլ տենց ձեռը հետ ընկերուի ապահում կամ ընկեր ապահում, всё, օքեյ, նորմալ ասում։ Հա, չա, ուրախ բախտավոր էլի։ Տեսեք, հաճախ ասում են, որ արևմտյան քարոզչության տակ մնացին այդ մարդիկ, ուղեղների լվացում տեղի ունեցավ, մենք հանդուրժեցինք, որ մեր երկրում այդ brain washing-ները տեղի ունենան եւ այլն։ Հիմա ես ձեզ տեսնում եմ եւ ես միշտ հետեւում եմ ձեզ, ես զգում եմ, որ դուք brain washing-ի չեք ենթարկվել, էլի, բայց դուք միշտ
եղել է քաղաքասարակության մեջ։ Այսինքն այդ brainwashing-ը ո՞նց է արվում, որ մի մասի վրա տենց լուրջ ազդեցություն է ունենում, կա այդ արդարացումը, որ դե հիմա, բայց այստեղ էլ մի հատ ենթահարց կա։ Արդյոք արևմտյան արժեքները ուրացման եւ ինքնությունը կորցնելու մասին են։ Այստեղ էլ մի հատ ենթահարց կա, էլի, բայց մենք նաեւ տեսնում ենք բոլորովին այլ մարդիկ, ովքեր որ էլի այդտեղից են սերում, մենք իրենց գիտենք այդտեղից, բայց բոլորովին այլ արժեհամակարգ ունեն։ Դե արժեհամակարգի բացակայության մասին է խոսքը գնում։ Եթե մարդը չունի, ոնց են բան անում, վիրբովկա անում։ Այսինքն այդ վերբովկայի հետ կապ չունի։ Տեսեք, նկատուկ ծառայությունները վիրբովկա ոնց են անում։ Ընտրում են մարդու ինչ որ թույլ տեղ, մեկը մեծամիտ է, հիմա էլ օրինակ քաղաքական դաշտում նայեք, մարդիկ կան, որ զվեոզդը տարած վիճակա, կորցրել են իրականության հետ կապը։ Այդ նույն տեղերը բռնում են։ Մարդ կա, որ փողի համար խելագարվում է, մարդ կա փողը այդքան բան չի, բայց պաշտոնի համար գժվում է, իր համար կարևոր է աթոռին ինքը նստի, ջահանամ թե աշխարհը փուլ չի կա։ Ամեն մեկի յուրահատուկ մոտեցում է։ Ու շատ քիչ մարդիկ կան, ովքեր իսկապես արժեքի վրա մեծացած եւ արժեքը կարևորող մարդիկ են, իրանց իհարկե հնարավոր չի։ Ունեցել եմ ես առաջարկներ բազմաթիվ, անթիվ անհամար։ Ունեցել եմ առաջարկներ, որոնցից շատ քիչ մարդ կկարողանար հրաժարվել, բայց այստեղ դրված է ու դա էլ է շատ կարևոր։ Բոլորը չի ովքեր, որտեւ այդ բանը մանիպուլյացիան շատ են բան անում, էլ ասում են բոլորը ովքեր դոնդերներից փող են ստացել, բանով գրանտներով ապրել են, վերջի ասում են կոնչիննեի լուծի։ Տենց չի։ Լիքը մարդիկ կան, ու լավ լիքը չէ։ Կան մարդիկ, ովքեր կարողացել են գայթակղությանը դիմանալ ու հանուն պետության, հանուն հայկական պետության չդավաճանել իրենց սկզբունքներին։ Այնպես չի որ քեզ փող են տալի, կարան քեզ պատվեր տան։ Այդ թուլամորտներին կարան պատվերներ տան։ Մեզ չեն կարա տան, որովհետև իսկ այդ գայթակղությունը մեծ չի եղել Տիկին Կարապետյան, որոնց դուք չեք տրվել շատ մեծ է եղել, բայց դու պիտի կարողանաս ինքդ քեզ կառավարել, որովհետև ես այստեղ ունեմ երեխաներ ապրող, ես ուզում եմ, որ իմ երեխաները շարունակեն Հայաստանում ապրել։ Ես չեմ կարող իմ երեխաներին պարտադրել շարունակել ապրել Հայաստանում, բայց ես կարող եմ ստեղծել միջավայր, որտեղ իրենք ինչ որտեղ ուսում ստանալուց հետո կամ զբոսնելու մեկնելուց հետո կուզենան վերադառնալ։ Սա ես կարող եմ անել, սա իմ ուժերի մեջ է, իմ պատասխանատվության ներքո հարց է։ Մնացած պարագայում ես ստիպված եմ լինելու մնացածի նման, դե այստեղից չեմ գնալ, դա պարզ է։ Ստիպված եմ լինելու բանով, հիմա Skype չկա, չէ, ոնց են ասում։ Skype-ով թոր սիրել, օրինակ, ես չէի ուզենա այդպես ապրել։ Բայց դրա համար հանուն նրա, որ նաև իմ այն հարազատ մարդիկ, ովքեր ում երեխաները ապրում են դրսում ու մեղմ ասած այդքան էլ գոհ չեն, որովհետև այն արևմուտքը այլևս այն մեր հիշած արևմուտքը չի, այն արժեքները, այն իրավիճակը, որը կար հանուն որի այդ անվտանգությունը այնտեղ էլ այլևս այն երկիրը չի, որպեսզի իրենք չփնտրեն այլ երկիր, որտեղ կարելի է մեկնել, այլ վերադառնան Հայաստան, մենք պիտի այստեղ ստեղծենք այդ արժեքները։ Այն որ ասում եմ սանատորիան բերում եմ, տուն եմ բերում, այ այդ տրամաբանության մեջ։ Մտածեք, իմիջիայլոց այդ մտածողությամբ, որով նաև դուք եք այս պահին արտահայտվում, հիմնականում կանանց մոտ եմ ես դա նկատում։ Գիտեք, օրինակ մանավանդ մայրերի մոտ եւ այն էլ ակտիվ կանայք, ովքեր որ նաև ինտելեկտուալ են, կրթական ցենզ ունեն, անցած ճանապարհ ունեն, այդ ողնաշարը այսօրվա իրականության մեջ շատ ընդգծված է եւ փորձում են իրենց երեխաների համար նաև թողել երկիր, պետություն, փրկել մի բան, որ այդ երեխաները կարողանան այդտեղ ապրել։ Ես չգիտեմ, ես ոչ թե խտրական վերաբերմունք եմ ցուցաբերում, բայց մեր տղամարդկանց մոտ ցավոք սրտի ես դա նաև պայմանավորում եմ վերջին 44 օրյա պատերազմով, մի տեսակ ընդհանուր կոտրվածություն եմ տեսնում, ընկճվածություն եմ տեսնում եւ առաջին պլանում կանանց եմ տեսնում, որը ինձ իսկապես շատ ուրախացնում է։ Դուք այդ տարբերությունները նկատում եք, դա ձեզ համար տեսանելի է։ Ֆեմինիզմի մասին որ խոսում եմ, ես ամեն անգամ ասում եմ, որ ֆեմինիզմը օրենքի ընդունելով չի, ֆեմինիզմը ինչ որ միտինգներ անելով չի, ֆեմինիզմը սեփական օրինակով ապացուցել, որ դու ոչ մեկից ոչ մի բանով պակաս չես, դու կարող ես անել այդ նույն աշխատանքը ու շատ ավելի բարեխիղճ եւ սրտացավ նաեւ, որովհետեւ գուցե կանանց եւ տղամարդկանց մտածողության տարբերություն կա, հիմա ինձ էլ կասեն խտրական է իրավապաշտպան։ Բայց կա։ Իսկապես կա մտածողության մեջ եւ կանայք մշտապես եղել են այ միջավայրի, օջախի, այ հասարակության մեջ էլ է երևում, էլի։ Մենք տենց ճիշտ է պատրիարխալ պետություն ենք ու կանանց դերը մի քիչ նվազեցվում է, բայց այ կնոջ ընտանիքը, այդ համերաշխությունը, հանգստությունը, բոլորին տենց տարբեր անկյուններ տանելը հանգստան
իհարկե կա եւ ես էլ եմ շատ ուրախ, որ կանանց թիվը ավելացել է, բայց տղամարդկանց դիրքը սկսեց թուլանալ ոչ թե 44-օրյա պատերազմից հետո, այլ 90-ականներին, երբ մարդիկ ովքեր միշտ լավ են, դե հայերը տենց միշտ սիրել են, չէ՞, ճոխ ու լավ ապրել, կարողանում են իրենց ընտանիքները ըստ անհրաժեշտության, ըստ կարիքի պահել ու հանկարծ այդ անկումը եղավ ու այդ ժամանակ էլ կանայք այդ դժվար պահին վերցրեցին իրենց գիտնականներ կային, հա, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կային, բարձրաստիճան պաշտոնյա կանայք կային, որոնք սկսեցին մեկը գործում էր, մեկը կարում էր, մեկը թխվածք էր սարքում, այսինքն ավելի հեշտ ադապտացվեցին ու ծանր վիճակներում մենք նաև պատասխանատվություն ենք կրում մեր տղաների համար։ Մենք մեր տղամարդկանց մեջքը պիտի օգնենք ուղղել, որովհետև երբ որ դու թիկունքում կամ չգիտեմ կողքդ չունես ամուր տղամարդ, կայացած տղամարդ, դու խնդիր ունես։ Տղամարդը քո զինվորն է, տղամարդը քո սերունդն է, չի կարող թույլ մտածող ընկճված բանարած տղամարդու լինի որպես օրինակելի հայր, հա, որպես, չգիտեմ, բանակում զինվոր չի կարող համակարգը խեղվում է, նաև ընտանիքի հասարակությունները ամեն ինչ անում են դա ավել խեղելու, քան մենք ունեցել ենք 90-ական թվականներից, որովհետև երբ որ սկսում են արդեն թիրախավորել եւ մարդկանց եւ այն ինչ որ քո համար կարեւոր է եղել, դա գիտեք, ես միշտ ասում եմ, որ մարդիկ որ ասում են չկա Հայաստանում հիբրիդային պատերազմ, ես ասում եմ կա եւ դրա առաջին մարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ երբ որ ինքը սկսում է թիրախավորել տարբեր մեզ համար կարեւոր հիմնասյուների, սկսած եկեղեցուց վերջացած Արարատով, ինքը քո մեջ այդ մտածողությունը կոտրում է, դու այդ դիսբալանսի մեջ ես ընկնում, դու ընկնում ես այդ կոգնիտիվ դիսոնանսի մեջ, որտեղ դու չես հասկանում ինչա կատարում քո կողքը։ Եվ Նիկոլ Փաշինյանը առաջամարտիկն է հայ ժողովրդի դեմ տարվող հիբրիդային պատերազմի, ուրիշտեղ մի փնտրեք։ Դրսից եկող հիբրիդային պատերազմը նախ դա նորմալ է, բոլոր հետաքրքրված երկրները ինչ որ բզբզում են, տարբեր ձևերով բզբզում են։ Ուրիշ երկրներում էր այտենց Տիկին Կարապետյան, այլ երկրների փորձը նայում ես ամեն տեղ էլ ով որտեղ իր շահը տեսնում է, փորձում է առաջ տանել։ Տարօրինակ կլներ, եթե չբզբզան։ Իհարկե։ Բայց դա այդքան վտանգավոր չի, որովհետև երբ որ սահմանից այն կողմ եւ սահմանից ներս դա էական տարբերություն կա, հետեւաբար ես էլ եմ շատ ուրախ, որ կանայք սկսել են ակտիվանալ եւ լրագրողների մեջ եւ քաղաքական գործունեության մեջ եւ հանրային գործունեության մեջ կանայք էականորեն թիվը փոխվել է եւ ես կարծում եմ մենք աղջիկներով կարող ենք շատ բան փոխել, շատ շուր տալ 100%, որովհետեւ ես միշտ ասում եմ, եթե կինը գիտի ինքը ինչ է ուզում անել, իրեն կանգնեցնել ու կասեցնել, հնարավոր չի։ Ինքը այս ձևով չի անի, ինքը կգտնի 1000 ու մի ծակ ու ծուկ կգտնի իր նպատակին հասնելու համար, այնպես որ դիմավորեք, գալիս են կին քաղաքական գործիչները, որոնք հանուն ձակերի մեր ձեր բոլորի ձակերի համար պատրաստ են գնալու, այո, ամենախելահեղ իրավիճակներին, ամենադժվար մարտահրավերները պատրաստ են ընդունել, որովհետև իսկապես խոսքը գնում է մեր դա բնազդի մակարդակի հասած վիճակ է։ Դու քո ձակերին պաշտպանելու համար բնությունը անկապ մենք մեզ փորձում են սովորեցնել, որ այն թումանյանական հիմար կկուի նման ինչ ասեն մի հատ ձակը տուր, ոչինչ մի ձակը տել տուր, ոչինչ, տենց չի լինելու։ Մենք չենք կարող հիմար կկուի կարգավիճակով, որը այնքան բարյալքված, այնքան չմտածող, այնքան անպատասխանատու վարքագիծ էր դրսևորում, որ անձակ մնաց, էլի, ասում տենց ոնց կլինի։ Մենք չունենք այդքան ձակ, նախ որևէ մի ձակի պատրաստ չենք տալու, կռիվ տալ պատրաստ ենք։ Մենք էլ մեր ձակերի կողքը կանգնենք, կռիվ տանք, բայց կներեք ասում ամեն անգամ ինչ որ մեկի էրոտիկ ֆանտազիաների համար դու քո ձակերին տանես հազարներով զոհաբերես անունը ինչ ենք դնելու։ Հիմա տեսեք Տիկին Կարապետյանց հասանք տեղ, դուք ասցիք, որ առաջնագծում եւ ահա նաեւ դիմավորենք քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցին, երեք տեղի ունեցավ ձեր համագործակցության շնորհանդեսը, հա, այսպես ասեմ, բոլորին դեմ եմ, կուսակցություն է գրանցվել այլևս Հայաստանում, որին նաև դուք եք ներգրավվել ձեր նժար կազմակերպությունով։ Ես կցանկանայի մի փոքր ներկայացնեիք ինչ է սա, ինչ համագործակցություն է սա, եւ անպայման երկրորդ մասում անդրադառնանք բոլորին դեմ եմ այդ անունը մանիպուլատիվ, ինչպես եք պատկերացնում, հա։ Կա մանիպուլյացիա էլեմենտ մեջը, եւ ես մտավախություն ունեմ, որ Փաշինյան Նիկոլը կարող է եւ այդ անունով ձեր կուսակցությունը չգրանցել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասի
Այս հանեք այս արանքից, որտեվ իրեն որ թողես ոչ մեկին չի գրանցի, էլի դրա համար։ Ինքը չի գրանցելու նրանց ումից վտանգ է զգալու։ Դիմադրությունն է տեսնելու, անկեղծ դիմադրությունն է տեսնելու, ուրիշ առիթներով ոչնչացնելու հնարավորություն չի տեսնելու, այսինքն չի կարա կանգնի ասի, օրինակ բոլորին դեմն ու Նինան ու դոկտոր Մանասյանը ռուսամետներ են, չի կարա տենց բան ասի, չի կարա ասի մեր մասին որ օլիգարխներ ենք, չի կարա ասի որ բանակն ենք թալանը մեզ դա չենք սարքի, չի կարա ասի։ Ոչ մի անգամ ռուսական ռուբլի չեք մարել չենջերում։ Չեմ կարող ասեմ ճիշտ ասա, դե մի բան չգիտեք, որտեվ իրենց դիսկուրսը այն աստիճանի նսեմա, այն աստիճանի ցածր է, որ գիտեք ամեն տեսակ փոքր բանը կարող է դառնալ իրենց համար, ասենք լայվի առիթ։ Իհարկե սա հումորով հասկանում եք։ Իրանց պարագայում հումորով չի, բայց նաև իրենք արժեում են քննարկել, ինձ ռոլիկ ուղարկեցին, ոնց են շատ լուրջ դեմքով քննարկում, երկու տիկին քննարկում էին, ասում են, եկեք մի բան անենք, այն Սամվել Կարապետյանի անվանումի հետ կապված հա, բան Բաբաջանյան Շիրինյանը իրանց չէր խանգարում, որովհետև Նիկոլ Փաշինյանն էին սատարում։ Սամվել Կարապետյանը թեպետ մեզ համար քաղաքական ապանյեն դա, բայց adekvatությունը մարդու չկորցնի, էլի կոնկրետ մի դեպքի համար որոշել են օրենք փոխեն, հետո սրտնեղում են, ասում են Սամվել Կարապետյանը որոշել է մի հոգու համար գնա սահմանադրություն փոխի։ Դուք այդ նույն մարդու համար որոշել եք օրենքը փոխեք, սակայն ի՞նչ տարբերություն։ Հիմա ձեր մասին խոսենք։ Բոլորին դեմ եմ շարժումն է, որտեղ ընդգրկված եք դուք, դոկտոր Մանասյանը, Հայկ Մանասյանը, ես էլի մարդ կար, ես կար։ Այս պահին չէ, այս պահին ձեր երկուսի տանդեմի հիման վրա է ամեն դեպքում։ Երեք թիմեր, հա, երեք թիմեր, բոլորին դեմ եմ թիմը առանձին թիմեր, դոկտոր Մանասյանը առանձին թիմեր, մենք առանձին։ Հիմա դուք բոլորին դեմ եք։ Բոլորին դեմի տրամաբանությունը հետևյալն է, բոլոր նրանք, ովքեր չեն ուզում համակարգային փոփոխություններ, ում ձեռնտու է այն իրավիճակը, որը ստեղծվել է հիմա երկրում, ցավոք սրտի, որի պայմաններում նոր ուժեր գալ իշխանության ուղղակի չեն կարող։ Ուղղակի չեն կարող։ Դու պիտի կամ լիքը փող ունենաս, կամ պիտի իշխանության լինես։ Այլ տարբերակ իրավիճակը փոխելու ուղղակի չկա, կամ անգամ պարլամենտ մտնելու հնար չեն թողել։ Հետևաբար մենք բոլորին դեմ ենք բոլոր նրանց, ովքեր որ դեմ են այս փոփոխությունները անելու։ Տրամաբանությունը հետևյալն է։ Բայց դա ինքը մանիպուլյացիա ունի իր մեջ։ Անունը ունի։ Բոլորին դեմ ենք, բնականաբար քաղաքացին գնում է ընտրատեղամաս, ասում է շատ կա չէ դժգոհությունը, որ ասում է ոչ մեկին է չեմ ընտրելու, տեսնում են բոլորին դեմ ենք կողքը։ Դե մենք փորձելու ենք հնարավորինս շատ մեր ուժերի ներքո հիմա էլ համացանցը կա, այդ գործիքներն ենք եւս օգտագործելու բացատրելու համար, որ դա կուսակցություն է, բայց դա դասական իմաստով կուսակցություն չէ, այսինքն մենք չենք խաբելու մարդկանց ինչ իմաստով։ Մենք չունենք կուսակցական ծրագիր։ Թիմը ունի կոնկրետ 3 քայլ փոփոխության գնալու, որից հետո 100 օր հետո մենք կազմակերպելու ենք մաքուր ընտրություններ, որի վարչապետը այլևս 10 տարի չի մասնակցելու ընտրություններին, դա հնարավորություն կտա մարդկանց հասկանալու, որ այս մարդը, որ այսօր վարչապետ է ու բոլոր լծակները իր ձեռքի տակ է, ինքը չի մանիպուլացնելու, ինչ որ մի թիմի համար չի աշխատելու, ուղղակի բարեխիղճ իր աշխատանք անելու է ու 10 տարի այլևս քաղաքականության մեջ չմտնի։ Փոփոխության տրամաբանությունն էլ հետևյալն է։ Մեր պրոյեկտը ավելի խորքային էր նժարինը, տղաները մի քիչ ավելի բան են, հա, այնպիսի կետեր էին ընտրել, որոնց շուրջ ավելի հեշտ է պայմանավորվելը։ 1% սարքելը նվազագույն շեմը, որպեսզի նոր ուժեր կարողանան գան ընդգրկվեն, մեծանան, աճեն, ընտրական օրենսգրքի։ Բոլոր փոփոխությունները ընտրական օրենսգրքի սահմաններում է։ Մեծամասնության, կայուն մեծամասնության հարցը պետք է հանել, որտեղ դա այլանդակություն է, էլի։ Դուք հավաքում ես օրինակ ընդհանուր ձայն ունեցողների ընդամենը 15% կարաս հավաքես, բայց որովհետև 1% ավել ես մնացածից, քեզ կայուն մեծամասնություն են սարքում 51% են տալի, ոնց կարա տենց բան լինի։ Ու դա դադարում է դրանից հետո համագործակցությունը մնացած կուսակցությունների հետ։ Մնացած կուսակցությունը դից առհամարված մնում են, ուզում ես խոսա, ուզում ես մի խոսա, եւ դառնում է դիկտատոր, դառնում է, եւ լպիրշ այս դեպքում, այո։ Եվ ավելացնել մի արդեն քվեաթերթիկ ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես քվեաթերթիկ բոլորին դեմ են, որովհետև մարդիկ պիտի սովորեն գնալ ընտրությունների, բայց եթե չունեն նախընտրած կուսակցություն, պիտի հնարավորություն ունենան բոլորին դեմ քվեարկելու, ինչու է սա կարևոր, որպեսզի նաև մնացած կուսակցությունները հասկանան, որ օրինակ եթե մեծ տոկոս է լինում բոլորին դեմ եմ քվեարկողները, նշանակում է դուք բոլորդ սխալ եք անում, ինչ որ մի բան նորմալ չեք անում, դուք ժողովրդի հետ չեք խոսում, ժողովրդի համար չեք աշխատում, ժողովուրդը ձեզանից դժգոհ է, դա մի տեսակ ոնց որ բան է, հա, այդ վերադարձն է, հա, հետ կապն է, շրջանս յուր, հա, այս իմաստով 3 կետ է ընդամենը ու նաև մենք հայտարարել ենք թիմը ի սկզբանե բոլորին դեմ հայտարարել մենք միացել ենք որ մենք չենք գնալու քաղաքական առևտուր անելու եթե մենք անցանք պարլամենտ
մեր պայմանը լինել եւ ինչ որ մեկին չբավականացրեց ձայները, մենք միանալու ենք հետեւյալ տրամաբանության մեջ։ Մեր վարչապետի տեխնացուն եւ մեր պայմանները 100 օր հետո գնում ենք նոր ընտրության։ Կապ չունի, հետո նեղանալ չլինի, հետո չասեն դուք էինք մեղավոր, որ երկրորդ փուլ գնացինք, հետո չասեն, բայց ինչ արեցիք։ Ի սկզբանե պայմանը հետևալն է, առևտուր քաղաքական չենք անում, որպեսզի հնարավորություն չլինի, որից է մեկի վրա ճնշում գործադրել, ինչ որ բանանա պարտադրել, ինչ որ մի մանիպուլյացիաներ փորձել անել։ Ի սկզբանե ասում ենք, համաձայնվում եք 100 օր, այդ մի երևելի 3 կետ չէ, էլի որ չհամաձայնվես։ Օրինակ նժարի պրոյեկտի հետ կարողա չհամաձայնվել, որտեղ իշխանությունը էականորեն սահմանափակվում էր։ Մեկ անձի իշխանությունը այլևս չէր լինում, այսինքն տոտալ եւ անսահմանափակ։ Մենք ասում ենք, որ օրինակ ամբողջ արդարադատության համակարգը պետքա վարչապետի որևէ լծակ չունենա ազդելու։ Վարչապետը պետք է հնարավորություն չունենա գլխավոր դատախազին հանձնարարություններ տալու ու հետո պահանջելու, հա, դա պետք է լրիվ առանձին։ Եւ հակակոռուպցիոն մարմինները պետք է վերահսկողության հնարավորություն ունենան վարչապետի հետ ուրիշ բան որ ինքը անում է։ Բայց քանի որ օրենքը չի սահմանում այդպեսի կետ։ Ճիշտ է, բայց քանի որ ընտրությունը կայանում է պարլամենտում, այսպես ասած, եւ պարլամենտի մեծամասնության ղեկավարն էլ վարչապետն է, իսկ մենք պարլամենտ որպես այդպեսին չունենք, հանուն արդարության եկեք ասենք, որտեղ երբ որ գալիս են այդ մեծամասնությունը ստանում են, իրանք բոլոր որոշումները կարողանում են համարյա թե բոլոր որոշումները միանձնյա մի կուսակցությունով ազգի ճակատագիր են որոշում են, հələ կուսակցություն գոնե կարգին կուսակցություն լիներ, գաղափարական կուսակցություն լիներ, Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կուսակցությունն է։ Հիմա տեսեք, այստեղ կա մի հատ կարևոր վտանգ, ըստ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր կուսակցությունների մոտեցման, նաև ընդդիմադիր զանգվածի, հա։ Ասում են, այսպեսի միավորումները, տարբեր կուսակցությունները, երբ որ հայտ են ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իրենք պոտենցիալ ձայներ փոշիացնողներ են։ Եվ համարում են, որ եթե դուք չեք անցնում պարլամենտ, անգամ եթե 3.99 եք հավաքում, այսինքն դա բավարար ձայների քանակ է, մոտ 60,000, հա, եւ դա իջիկ է դառնում։ Տիկին Կարապետյան։ Այդ վտանգը եւ ինչ է ստացվում է եւ ինչ են այստեղ ասում, ասում են ավտոմատ կերպով դուք օգնում եք ԿՊ-ին վերարտադրվել։ Ինչ որ իմաստով ճիշտ կասեին, բայց եկեք հանուն արդարության ասենք։ Օրինակ դժվար է պատկերացնել, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ձայները մեզ կտան։ Այսինքն իր համակիները կարող են մեզ տան։ Մեզ կամ, չգիտեմ, Սերժ Սարգսյանը չի մասնակցում, ով ԿՊ-ականները մեզ կարող են կամ ինչ որ ուրիշ կուսակցությունից մենք ձայն ենք փախցնելու ու իրանց ձայները պակասելու են, օրինակի համար եմ ասում։ Մեզ տալու են ձայն նրանք, ովքեր միջև այս պահը չեն ովքեր բոլորին դեմ են։ Մենք ունենք մոտավորապես 30-40% միջև այս վերջերս 50% էր, հիմա մոտավորապես մոտ 40%-ի մասին է խոսում, մարդիկ ովքեր ասում են, որ չեն գնալու ընտրությունների, որտեղ նախընտրած կուսակցություն չունեն, բոլորից զզում են։ Հիմա մենք առաջարկ ենք անում, որի պայմաններում մեծ ճնշող մեծամասնությունը մեզ ձայն տվողներ, մենք ասում ենք եկեք մեզ ձայն տվեք, որտեղ մենք 100 օրով ենք ընդամենը գալի, մենք խոստանում ենք ձեզ հաջորդ ընտրությունները լինել ազնիվ, թափանցիկ, վերջապես մի հատ թափանցիկ ընտրություն լինի, որտեղ իր օրվա իշխանությունը չի ունենալու առավելություն, որտեղ ինքը չի մասնակցելու ընտրություններին, եւ եկեք թող մնացածն էլ գան բանան։ Տիկին Կարապետյան, ես մի հատ այս ռեբուսը ուզում եմ բացեմ, որպեսզի մեր հետևորդներին ու հեռուստադիտողներին է հստակ լինի։ Դուք ասում եք 100 օրով ենք գալու։ Դուք բացատրեցիք, ես պատկերացրեցի, բայց մի քիչ ուզում եմ խաղաքարտերը բացեմ։ Ասենք, դուք անցաք պարլամենտ, 4%-ը հաղթահարեցիք։ Ձեր այս նախանշած առաջարկներն եք առաջ քաշում, չէ՞, ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները, եւ եթե ձեր ընտրական օրենսգրքի փոփոխությունները իրականանում են եւ այլն, հետո ինչ եք անում, այսինքն այդ 100 օրը լրացնում եք եւ գնում ենք ընտրությունների։ Գնում ենք բոլոր գնում ենք նոր ձեր նպատակը պարլամենտում հայտնվելու այն է, որպեսզի դուք փոփոխություններ մտցնեք ընտրական օրենսգրքում, ճիշտ եմ հասկանում։ Այո, որի պայմաններում նաև փոքր կուսակցությունները հնարավորություն կունենան մուտք գործել պարլամենտ, որպեսզի մեր հասարակությունը վաղը ընտրելու հնարավորություն ունենա։ Շատ լավ, ընտրական օրենսգիրքը ընդունվում է, վավերացվում է եւ դրանից հետո մենք մի քանի 3 ամիս հետո նորից գնում ենք նոր ընտրությունների, արդեն ձեր պատկերացրած տեսլականով, որին կրկին դուք նորից մասնակցում եք, ասենք։ Պայմանականորեն, ահա։ Սա է ձեր նպատակը։ Մենք որպես նժար հետո առանձին մասնակցելու ենք, որովհետև մենք այլ պրոյեկտ ենք, այլ Հասկանալի։ Իսկ հիմա եթե դուք 4%-ը հաղթահարել եք եւ ձեզ հետ միասին նաեւ այլ ընդդիմադիր ուժեր են անցել պարլամենտ, օրինակի համար, չգիտեմ, հա, դաշտում են ակտիվ սեգմենտ ունեցող քաղաքական ուժեր, ասենք Ուժեղ Հայաստանը, չգիտեմ, օրինակ Արման Թաթոյանի կուսակցությունը, այլով կար Ռոբերտ Քոչարյանն է, հա եւ այլն։
անցել են, դուք էլ եք Գագիկ Ծառուկյան, ասենք երջանկությունը 4-5 ընդդիմություն անցել է։ Դուք ինչ եք անում այստեղ։ Դուք ասում եք առևտրին քաղաքական չենք մասնակցելու։ Դուք պետք է մնացածին փորձեք համոզել, պարտադրել, որ այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունեն, ճիշտ եմ հասկանում։ Պարտադրելու բան չկա։ Մենք անում ենք իսկ եթե չեն համաձայնում, օրինակ, նրանք արդեն մեծամասնություն դառան։ Եթե իրենք ունեն բավարար թիվ տոկոս, որպեսզի կազմեն կոալիցիա, նշանակում է իրանք դառնում են իշխանություն։ Դուք չեք մտնի այդ կոալիցիայի մեջ։ Օրինակ, չէ, որովհետև բանակցության արդյունք է, օրինակ, բանակցության արդյունքներում կարող է միայն մի տարբերակ լինել։ Մեր առաջարկով, մեր վարչապետի տեխնացուն եւ 100 օր ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Ասենք իրենք իրար հետ միացան, դուք մնացիք այդպես առանձին։ Դե ոչինչ չի խանգարում, եթե իրենք իրանց 51%-ը ես ուղղակի տեսականորեն ուզում եմ պատկերացնել, որ եթե իրանք կարողացել են հավաքել իրանց 51%-ը, իրանք առանց մեզ էլ կարող են հանգիստ կոալիցիոն կառավարություն Շատ լավ, իսկ եթե իրենք չեն հավաքել այդ 51%-ը եւ ձեր 4%-ի աջակցության կարիք ունեն, ինչ եք անում այս դեպքում։ Պայմանը մնում է ուժի մեջ։ Օգնում, թողնում եք Նիկոլը։ Օգնում են, բայց մեր պայմաններով, որովհետեւ մեր պայմանները իսկապես կարևոր են։ Դա քաղաքական առևտուր չէ, Տիկին Կարապետյան։ Չէ, դա ի սկզբանե դրված պայման է։ Դա ի սկզբանե մենք մեզ համար կարմիր գիծ ենք քաշում, ու քանի որ փոփոխությունները այնպեսին չեն, որ ընկալելի չի, որևէ կերպ ընդունելի չի, 3 ընդամենը 3% դարձնել, մեծամասնությունը հանել եւ բոլորին դեմ քվեաթերթիկ ավելացնել։ Հետեւաբար ստեղ ոչ մեկի ոչ խանչալի քարը կընկնի, ոչ իրանց համար տենց դժգույն ու դժբախտ իրավիճակ կստեղծվի, իրանց համար այն բոլորը ում որ դուք նշեցիք, իրանք հնարավորություն ունենալու ավելի հեշտ մասնակցել ընտրությունների։ Ես հասկանում եմ, որ հոգնած են լինելու, սա շատ հոգնածուցիչ, շատ ծանր process անկեղծ ասեմ։ Իդեպ ասեմ բավականին մեծ Այո, նաև ծախսա պահանջելու ես ամեն ինչ հասկանում եմ, բայց եթե մենք կարողացանք բոլորս միասին հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այս պարզ բանաձևի շուրջ համախմբվելով, իրենք բոլորը ավելի մեծ հնարավորություն են ունենալու, որպես Նիկոլին հեռացրած ուժեր վերադառնալ պարլամենտ ու սկսել նորմալ աշխատել մարդավարի։ Տիկին Կարապետյան, իսկ այդ ձեր առաջարկները, որոնք բավական հետաքրքիր են, այդ փոփոխությունները ներառում են, արդյոք միանշանակ պարլամենտում լինելու պարագայում է պետք առաջարկել, թե դուք նաև արտախորհրդարանական որպես հասարակության ներկայացուցիչներ կարող եք առաջարկել, քննարկել եւ ինչու ոչ նաև հաջողել, թե պարտադիր է խորհրդարան մտնելու դեպքում դա արվի։ Դե սա քաղաքական process է, նաև քաղաքական եւ բոլորին դեմ եմ թիմը ավելի մենք ասում ենք երիտասարդները իրանք մի քիչ բանն անում, բայց 25 պլյուս 30 եւ այս տարիքային բանի մեջ են, մենք պիտի ունենանք սերնդափոխություն, քաղաքական սերնդափոխություն։ Մարդիկ, ովքեր ունեն աշխատանք, մասնագիտություն, գիտելիք, փորձ, փող, պատերազմին նվիրյալ են եղել, ծառայել են, կամավոր են որպես մեկնել եւ մեծ պատով դուրս են եկել այնտեղից, այսինքն այս մարդիկ պատրաստ են մտնել քաղաքականության մեջ եւ չօգտագործել հնարավորությունը չաջակցել իրենց, որպեսզի իրանք նորմալ սերնդափոխ, ոչ թե ձևական, ասում է, այս 12 գլուխը գնացին, այն 12 գլուխը եկան, կամ մի քիչ ավելի ջահելներ եկան, չէ, տենց չէ, որակյալ մարդիկ պիտի գան մտնեն քաղաքականության մեջ, որտեղ եթե որակյալ մարդիկ չեն ծածկում դաշտը, ամեն տեսակ, կարամ ասեմ, լնգ ու լավազ։ Ասեք, դա քաղաքական, դա քաղաքական տերմին է, քաղաքական գնահատական է։ Լնգ ու լավազ գալիս է ու քո փոխարեն որոշումներ է կայացնում։ Սա շատ կարևոր process է։ Դոկտոր Մանասյան ունենալով մասնագիտություն, գիտելիք, փորձ շատ հարկված որպես բժիշկ լինելով եւ նաեւ հանրային գործիչ լինելով, մարդը որոշել է իր համար, որ մտնում է քաղաքականության մեջ։ Ու այս process-ը ես ինքս ինձ համար որոշում եմ կայացրել, որ կամ դու վերցնում ես քո վրա պատասխանատվությունը ու քո պրոյեկտները առաջ ես տանում, այսինքն քո պրոյեկտ ասելով պետության համար կարևորագույն պրոյեկտները առաջ ես տանում, կամ դու սրաներամ պիտի գնաս, խնդրես, համոզես, վիզը ծռես, բացատրես, յա կհասկանա, յա չի հասկանա, յա կհամաձայնվի, յա լայախ չի անի քո այդ համաձայն, որտեվ իրան պետք չի, որտեվ ինքը գալիս է, ուզում է գա ու սենց ամբողջ իշխանությունը իր ձեռքի տակ լինի, ինչի պիտի Նիկոլ օրինակ սենց ճոխ ու թանկ լիազորություններ, անսահմանափակ լիազորություններ ունենա, մեր հերթը գա հասնի, այդ խոսակցությունն էլ է եղել։ Դրա համար եմ ասում, իսկ մեր հերթը գա հասնի իշխանություն լինելու, մենք այդ իշխանությունը չունենանք,
անտրամաբանական է։ Հետևաբար, եթե ինչ-որ բան ուզում ես լավ անես, գնա գլուխդ կախ, սուսփուս, այդ ամեն ինչը քո ձեռով արա, ու մենք ստեղ համընկնում ունենք։ Տեսակետների, մտքերի, գաղափարների, արժեքների համընկնում ունենք, ու դրա համար մենք որոշել ենք մասնակցել։ Եթե մենք ունենանք պատկերացում, որ չենք հավաքելու, բավարար այդ շեմը հատելու հնարավորություն, ես կարծում եմ մենք այդ պատասխանատվությունը մեր վրա կվերցնենք ու չենք մասնակցի, բայց բոլոր շանսերը կան, որ մենք այդ 4% կարողանալու ենք։ Ես չեմ ասում ուրիշների նման 30% գրպանս դրածա, причем նենց մարդիկ են ասում, որոնք հաստատ չեն կարող այդ 30% ունենան, որտեղ չեմ լսել ճիշտ ասած ինչ մեկը որ ասලා 30% գրպանս դրածա, մենակ Նիկոլն է ասում 90% հաղթելու եմ։ Չէ, էլի առանձին հանդիպումներում ասողներ եղել են, որ տենց վստահ խոսում են ինչ-որ բաների մասին։ Որտեղ շատ վստահ են խոսում, այն որ ասում ատեղից թողու փախի, այդտեղ ուրեմն 100%, այդտեղ մեր համագործակցությունը չի ստացվում։ Այդտեղ ավարտվում է։ Հիմա վերջին հարցն եմ ուզում տամ Տիկին Կարապետյան, սոցհարցումների շքերթա սկսվել Հայաստանում, տարբեր կազմակերպություններ, ինչ որ հնչեղ անուններ, հա, Գելափը բարբերաբար, չգիտեմ, Գելափը հենց ընտրությունա մեր երկրում, Գելափը մեկ էլ հայտնվում է, եւ հիմնական միշտ սխալ է տալիս թվերը։ Գելափը ֆանտաստիկա է այդ առումով, ամեն դեպքում հետո իմացանք ինչ որ դատական գործերի մեջ են, այն իսկական Գելափի հետ, կեղծ Գելափի հետ։ Ճիշտ ասած չեմ ուզում մտնել տեղ, բայց գիտեմ, որ ինչ որ մի երկու բան կարդացի, ինչ որ խառնա դրանց գործերը։ Նաև կուսակցություններ, որոնք չեն հրապարակում այդ թվերը, բայց իրենց համար պատվիրում են, որպեսզի պատկերացում կազմեն, հասկանան եւ այլն։ Ոմանք էլ ասում են, որ դա շատ անշնորհակալ գործ է, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք նաև հետեւյալի հետ, որ շատ կուսակցություններ իրենք հարցումները ներքին կարգով են անում եւ չեն հրապարակում դրանք, փորձելով հասկանալ թե ինչ է կատարվում։ Բայց նաեւ շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ ասում են, որ Հայաստանի բնակչության հետ աշխատելը իրականում բարդ է, որովհետեւ մեր ժողովուրդը կոնֆիդենցիալ է, հաճախ այդ հարցումների ժամանակ ստում է, խափում է, ոչ թե որ ստախոս են կամ խափեբա, այլ ուղղակի չեն ուզում, որպեսզի ինչ-որ մեկի հետ կիսեն իրենց ընտրության իրավունքին վերաբերող գաղտնիությունը։ Սա էլ կա եւ իրական պատկեր, երևի թե մենք այսպես հստակ չենք կարողանում ունենալ։ Հիմա Գելափը օրեր առաջ կրկին հարցումներ էր արել, որոշակի հերթականություն էր ներկայացրել, այդտեղ շատ կուսակցություններ եւ անդիմության ուժեր դուրս էին մնացել եւ նաեւ ասեմ Նիկոլ Փաշինյանի վիճակն է շատ տխուր էր այդ թվերով։ Հիմա դուք ո՞նց եք վերաբերվում դրան եւ դուք պատրաստ եք նաեւ տեսնել թե ձեր վիճակը, այդ բոլորին դեմ եմ ասվածը ինչպես է աշխատում մեր հասարակության վրա։ Իհարկե, բայց պետք է հաշվի առնել նախ որ շատ վերջերս են ստեղծվել, հասկանալի է որ այդ մեծ ճանաչություն չունեն։ Մենք նոր ենք իրար միացել, բայց նորից ես վերադառնում եմ այն չափումներին, որ ազգային ժողովում որոշել են, որ քննարկելու են բոլորին դեմ գրանցել չգրանցելու հարցը, հետեւաբար նրանք շատ լավ հասկանում են, որ սա այն ուժն է, որին նորից սպիտակներ կպցնել հնարավոր չի, առնել ծախել հնարավոր չի, հետեւաբար մնում է ինչ անել, նախկին ներկանել հնարավոր չի, հետեւաբար մնում է ինչ անել, արգելապակել, խանգարել, որտեղ տեսնում են աճող բաները, հա, ռեյտինգները աճելու միտում ունեն։ Ես չեմ ասի, որ մենք տեսիմ ինչ բան ունենք այս պահին, նա ու չենք էլ սկսել, հիմա մենք նոր սկսելու ենք երևի մի 10 օր առաջ նոր սկսել ենք արդեն տարբեր քաղաքներով գնալ մասնակցել, մարդկանց տեղեկացնել, այնպես որ մենք նոր ենք սկսել, դեռ ժամանակ ունենք։ Իհարկե դժվարություններ լինելու են եւ մեր հասարակության նաեւ ինչու չեմ վստահում այս հարցումներին, որովհետեւ մենք օրինակ վերջերս Գյումրիում էինք ու դու նայում ես մարդու աչքերին, հասկանում ես, որ ինքը ուզում է մոտենա, հարցնի, հետաքրքրվի, բայց մեջը վախ կա։ Այդ վախը, որը, չգիտեմ, ինձ համար օրինակ նորություններ, գուցե ես չեմ մասնակցել քաղաքական process-ներին։ Հյուրերից շատերն էլ ասում են, որ Նիկոլը այնպիսի վախի մթնոլորտ է ձևավորել ողջ հանրապետությունով, որ մարդիկ իսկապես սարսափելի վախենում են խոսել, արտահայտվել, կարծիք հայտնել, համարելով, որ այտենց ամեն մեկին կարա բռնի, ոնց արեց այն դպրոցական երեխաների տղային։ Այնպես որ այդ վախի մթնոլորտն էլ կա իր հերթին, պլյուս մենք ունենք հասարակություն, որը վերջի պահին, օրինակ մոտապես մի 20%-ը վերջի պահին գնացողների նոր կողմնորոշում է ու գնում է, այն որ ասում է, դա էլ ընդհանրապես անկախատեսելի է, թե դա ում կգնա կտա այդ ձայնը, այդ 20% մասնակիցների։ Հետևաբար դեռ մեզ կարծում եմ անսպասելի ինչ որ իրավիճակներ են, զարգացումներ են ունենալու, նաև որոշ կուսակցություններ օրինակ առաջ դրվում էր որպես ձայն, հա, ում կտակ այս ձայն այդ կուսակցությունները կան, հիմա օրինակ այդ կուսակցությունները հայտարարում են, որ չեն մասնակցելու։ Հետևաբար դա էլ ունի, այսինքն այդ ձայները մարդիկ չեն գնալու, չեմ կարծում որ կորեն։ Հա, այդ մարդիկ են, եթե պատասխանել են, նշանակում է ինչ որ
փոփոխություն են ուզում կամ իրենց թիմն ամեն դեպքում մասնակցելու են մասնակցելու են, ամենակարևոր հարցը որ մասնակցելու են, եւ մի հատ շատ կարևոր բան կա, բացառիկ կարևորության բան կա, ես բոլորին խնդրում եմ հանրային դեմքեր կլինեն, չգիտեմ, տարբեր հարթակներից բոլորը խոսեն։ Եթե ընտրություններին մասնակցեցին ոչ թե ավանդույթի համաձայն 1.2 միլիոն ընտրողներ, այլ անգամ 1.5 միլիոն, ել չեմ ասում 2 միլիոն ձայնի իրավունք ունեցող մի քիչ ավել անդեղ իհարկե, 2 միլիոն գնացին ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը վարանք չունի անցնելու, վարանք չկա պրոստը, զրոյին մոտիկա լինելու միանձնյա Ես էլ եմ ճիշտ ասած միշտ իմ հաղորդումներում անդրադառնում դրան, համարյա ամեն օր այսօր էլ ձեր հետ միասին, որ պարտադիր է գնալ ընտրատեղամաս եւ այդ ընտրությունների մասնակցողների թիվը պետք է բարձր լինի։ Այո։ Պետք է բարձր լինի, որպեսզի նրանք չկարողանան հաջողել։ Որովհետեւ իրենց սեգմենտը Տիկին Կարապետյանց, նրանք պարտադիր գնում են եւ եթե ընտրությունների մասնակցում են ընդհանրապես ասենք, չգիտեմ, 100 հոգի, եկեք ասենք, 100 հոգի եթե մասնակցել են ընտրություններին, մեխանիզմը սխեման բացատրենք։ Օրինակ եթե 20 հոգի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, դա նման 1/5 մասը, բայց եթե մենք 1000 հոգի գնանք մասնակցենք ընտրությունների, այնտեղ ասում է թիվը գնում կորում է Նիկոլ Փաշինյանի։ 100 հոգուց, եթե 100 հոգի են մասնակցում, 50 հոգին են ընտրում, եթե 1000 հոգի է գնում, էլի 50 հոգին են ընտրում, ասենց պարզ ասեմ։ Դուրս է գալիս, որ 1000 ընտրության մասնակցողի պարագայում այդ 50 հոգին դուք հասկացաք, չէ՞, այդ ինչ որ 0.1% ձայն է կազմում, անգամ 1%-ն էլ չի, չէ՞, 1000-ի 1%-ը ինչ է անում, 100, հա, կեսն է, 0.5, հա։ Դրա համար պետքա այդ ընտրությունների մասնակցողների շեմը բարձր լինի, սա ամենակարևոր հանգամանքն է։ Ու խնդրանք նաև հյուրեր եք ունենում կամ մարդիկ կան, որ նայում են այս Եթե ները հանրային ճանաչելի մարդիկ են, ես իրանց էլ պիտի խնդրեմ, օգտագործեք ձեր համացանցում, այդ ձեր ոնց է կոչվում, սոցցանցերում ձեր հարթակները, շատ հետևորդներ ունեք, դիմեք իրենց, խնդրեք, որ գնան։ Մի ասեք ում գնացեք ընտրեք, որպեսզի այդ բանը չլինի, էլի։ Ուղղակի ասեք գնացեք մասնակցեք ընտրություններին, դա շատ մեծ մեսիջ կլինի։ Ոնց որ բանի կոവിഡ്ի ժամանակ տենց բան կար, չէ, մնատուն ինչ որ տենց պրայդն կամ չգիտեմ, պատերազմի ժամանակ ինչ որ տենց ֆլեշմոբեր են կամ այն 150 դրամի թանկացման ժամանակ ֆլեշմոբեր են, խնդրում եմ, մի զլացեք, խնդրեք մարդկանց ձեր հարթակներից, որպեսզի անպայման գնան մասնակցեն ընտրություններին, կարևոր չի ում կընտրեն, կարևոր ասում է Նիկոլ Փաշինյանին չտան իրենց ձայները։ Այստեղ մի նրբություն է Տիկին Կարապետյանց, հաճախ ասում են, այ դուք որ ասում եք գնացեք ընտրության, ինչ գիտեք, որտես տնից հանում ուղարկում եք, ասում եք գնացեք ընտրության, չեն գնալու Նիկոլին ընտրել։ Հարգելի հետևորդներ ջան, Նիկոլ ընտրողին պետք չի ասել գնացեք ընտրության։ Մենք այն пассив, մեր քիչ թե շատ անտարբեր հայրենակիցներին ենք փորձում տեղից շարժել, որ գնացեք ընտրության եւ եթե նրանք Նիկոլի ընտրազանգվածը լինեն, նրանք հաստատ առանց ասելու են վեր ընկենալու գնան Նիկոլին ընտրեն։ Ես ուզում եմ մեր քաղաքացիները այդ քաղաքացիական պարտքի զգացումը ունենան եւ դուք ասում եք ընտրական օրենսգրքում փոփոխություն։ Արդյոք ընտրական օրենսգրքում չարժե նաեւ փոփոխություն անել եւ օրենքով սահմանել, որ քաղաքացու պարտավորությունն է գնալ ընտրության։ Այլ ոչ թե դա թողել իր կամեցողության վրա։ Ես կարծում եմ, որ պարտադիր։ Եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ունես հայկական մեր կապույտ անձնագիրը թանկ, ուրեմն դու պետք է նաև այդ երկրի process-ների մասնակցություն ունենաս, չէ՞։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Ես էլ եմ կարծում, որ շատ կարևոր է, բայց պարտադրանքը ինձ թվում է սխալ է։ Մենք պիտի կարողանանք գիտակցությունը հասցնել մարդկանց այն մակարդակի, որ անպայման գնան, որովհետև եթե դուք չեք գնում ընտրության են գնում նրանք, ովքեր ընտրում են Նիկոլին։ Եվ մենք ունենում ենք այս խնդիրը, հետևաբար ողջունելու է բոլոր տարբեր երկրներում հայկական паспорт ունեցողները, կապույտ թանկագին անձնագիր ունեցողները, եկեք Հայաստան, աշխարհի որ ծայրում է լինել, եկեք Հայաստան, եկեք մասնակցեք ընտրություններին, որտեղ այս ձեր երկիրն էլ է։ Ինչքան էլ ինքը ասի, որ Սփյուռքը Հայաստանի հետ կապ չունի, գալատ են արել։ Մենք միասնական ենք, մեր անձնագիրը կապույտ սրբության նման պահող ենք ու դրա այդ ոնց ասեմ պատասխանատվության կրողն ենք ու դա շատ կարևոր է լինելու։ Ես շնորհակալ եմ Տիկին Կարապետյանց այսօրին տաղավարում հյուրընկալվելու համար եւ հաջողություն եմ մաղթում, ինչ ասեմ։ Եվ ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը, իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, լավ մնացեք։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։